Բարև հարգելի ունկնդիրներ, վանացայնեն ցեզի հետ է Հարութ Մարգոսյանը օրագարկ հայտակիրով։ Այսօրվա մեր օրագարկն է Հայ ապահովական դաշնակցության քրագանությունը։ Հայ ապահովական դաշնակցությունը ունի հարուստ քաղաքապարական հիմք եւ պատմություն։ 135 տարիներու ընթացքին ագանադես դարձավ բազմաթիվ իրադարձություններու, ապրեցավ հաղթանակներ, հերոսական դրվագներ։ Եվ այս բոլորը եղան շնորհիվ այն նվիրյալներուն, որոնք նվիրապերեցին իրենց գերակույնը անգամ զոհելով իրենց կյանքը։ Այս նվիրյալները սերունդերուն ցկեցին նաև դաստիարակության, հարուստ դարբնոցը հանդիսացող պատմվածքներ եւ արխիվներ։ Իսկ այսօր, երբ աշխարհի վրա գդիրեն աբասկայնական քաղաքապարներ, լանանոնքներքին կամ արդակին, ավելի քան երբեք հարգավոր են նման կրությունները, քրագանությունները բայկարելու անոնց դեմ։ Այսօր պիտի խոսենք Հայ ապահովական դաշնակցության քրագանության մասին, պիտի անդրադառնանք անոր պատմական զարգացումներուն, ներկայիս այդ արբում դարվող աշխատանքներուն եւ իրենց դված նշանակության։ Այս արիտով մեզի հետ է վանացայնի մեր պաշտոնագից քրագան անդաստան հայդակիրի հաղորդավար Սալպի Տաշյանը։ Բարև, ինչպե՞ս եք։ Բարև, շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ։ Նախ եկեք պատմական անդրադարձը գադարենք։ Հոյտա քրագանություն եւ որ գսենք նախ ինքը ինչ կգազմե եւ ինչպիսի զարգացում ապրած է աս 135 տարիներու ընթացքին։ Հոյտա քրագանությունը սելով մենք անդրադառնանք այն հեղափոխական քրագանության, որ զուգահեռաբար ժողովրդի դարաբանքը դեսնելով, ցավը գրելով, մտահոգություններ ունենալով եւ ինչու որ ժողովրդի մեջ բայկարի ոգի արտնցնելով այդ քրագանությունն է որ մշակվեցավ եւ զարգացավ եւ դարիներու ընթացքին ներկայացվեցավ հաջորդող սերունդներուն։ Առաջին եւ լավագույն օրինակը հեղափոխական հոյտա հեղափոխական քրագանության գարելի է դալ Տրոշագի հրադարագությունն է։ Տրոշագը, որ պաշտոնատերն է հայ հեղափոխական դաշնակցության, լավագույն ձևով կներկայացնի այդ քրագանութենեն հատվածներ եւ խմբակրաբետներեն եղած է Քրիստոֆոր Միքայելյան, ինչպես պատմությունը մեզ գուշե, եւ Քրիստոֆոր Միքայելյան աշխատանք դարած է, կարելի է նույնիսկ օրինակով ասել, որ հանդիպում ունեցած է Ավետիս Ահարոնյանին հետ, որ դակավին այնադեն երիտասարդ էր եւ Ավետիս Ահարոնյանի պատմվածները լույս տեսան Տրոշագի մեջ։ Բադահական չէր Տրոշագի հրադարագումը եւ ծրվումը, որովհետեւ ժողովուրդը գարտա եւ ցանոթանա հեղափոխական քրագանության հատկապես։ Հեղափոխական քրագանությունը իր մեջ կփոխանցի այն ժամանակաշրջանի պատմությունը ժողովրդին ունեցած տարաբանքը, որովհետև գիտենք, որ այն օրերուն 1880-ական թվականներին յետք զանգվածային չարտեր տեղի ունենային, բռնություններու ենթարկված էր հայ ժողովուրդը եւ գիտենք, որ հոյտան ինչու համար հիմնվեցավ եւ դերը պիտի լար հայ ժողովրդին մասնավորապես այն խավարներուն, որոնք իրար մե անջատվեցան բռնություններու ջամփով եւ թշնամին փորձեց գարելին անել, որբեսի հայ ժողովուրդը ամբողջությամբ դգարանա եւ ինչու ոչ ոչնչանա։ Այս նպատակներով է որ դաշնակցության հիմնված Տրոշագը իր թերը կգադարե, երբեմն քաղնիցեվով կհասնի ժողովրդին ցերկեցեր կխլվի որբեսի գարտան եւ եթե Տրոշագի համարները հիմա որ մեր դրամատրության դակալ որոշ չափով ունենք կարելի է սերդել եւ տեսնել որ այն ժամանակվան տխտակցությունները, դեղեցությունները, խավարներու մեջ ինչ դեղի ունենան, ժողովուրդը ինչով հետաքրքրված է եւ ինչպես կարելի է զարգացնել հայ ժողովրդին միտքը, որովհետեւ գիտենք որ միտքն ալ իր սնունդին պետք ունի եւ կարելի չէ միադեսակ դեղեցություններ դալ, բայց նաև պետք է ժողովրդին մոդալ այն դրամատրությունը ստեղծելով, որ հեղափոխական շունչը պետք է լա, պետք է որ նաև զարգացումի դանի հարաճիգա ընելիքներու մասին անդրադարձներ դա, եւ 1888-ին յետք կամ ավելի ճիշտ լալու համար 1890-ին յետք
երբ որ այդ հրաբարագումները գլան, որ ժողովուրդը ինչ վիճակի մեջ կաբրի եւ ինչի գարիք ունի, նաեւ ինչ պետք է նե քալիք դարիներուն կամ քալիք ժամանակաշրջանին, որովհետեւ մենք գիտենք, որ 1880-ականներեն, երբ որ այդ բռնությունները սկսան, շարունակվեցան եւ ժողովուրդը սկսած էր այդ զարտոնքի շրջանին այդ հայրենասիրական թեմաներով գրականությունը սերդել, ինչպես օրինակի համար Խաչատուր Ապովյան, Կամար Քաթիբա եւ այլ գրողներ, չմոռնանք նաեւ Կրակեդրաֆին, որ այսպես շարունակեցին ժողովրդի մեջ սերմանել քրագանության հանդեպ սերը, նաև հայրենասիրական եւ այդ իրենց խեղճ վիճակեն սկսան դուրս ելնել, խեղճ գսենք այն բանով, որ ժողովուրդը դերևս միայն մեկ ուղղվածություն ուներ, բեք չէր հեղափոխական այդ դրամատրություններու մեջ մտնել, բայց զարտոնքի այդ ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը, որ իրաբաշտ քրագանության ժամանակաշրջանն է, նաև հեղափոխական այդ դրամատրությունները զանազան քրակետներու եւ մտավորականներու, նաև հեղափոխական գործիչներու կողմէ եկան եւ ավելցան։ Հոս կարելի է նաև նշել բազմաթիվ քրակետներ, հիմա Գանխաձաբիդի չլամ կու հաջորդող հարցումներուտ գետատրեմ, որ անուններ ալ պիտի նշենք, ինչպես օրինակի համար մեր մտավորականներեն կարելի է նշել քիչ առաջ Կրակեդրաֆին, բայց նաև պիտի նշենք, որ մենք ունեինք նաև Ավետիս Ահարոնյան, ունեինք նաև Գարկ մկրակետներ, Նիգոլ Ախպալյան, Լևոն Շանտ եւ բազմաթիվ ուրիշներ, լան արևելահայ թե արևմտահայ գրողներ։ Իսկ երբ որ խոսենք հոյտա քրագանության մասին, անշուշտ կան զանազան տեսակի գրություններ, եթե անոնցում պիտի նշենք, այսինքն հրաբարագախոսական, հուշագրական, քաղաքապարական, ստեղծագործական, ինչպես պատմավեպերը, կան արխիվային նամակագրություններ կամ որոշ ժողովներու մասին խոսված են, կան նաև հեղափոխական երգերը, որոնք պատմություն կփոխանցեն սերունդներուն։ Այս բոլորը ինչպիսի նշանակություն ունին, յուրաքանչյուրը ինչ կներկայացնի ինքն իրեն։ Ընդհանրապես հրաբարագակրականը կամ հրաբարագային ձևով բանավոր կամ գրավոր ելույթները կօգնեն ժողովրդին շատ արագ եւ անմիջական ձևով հաղորդակից դառնալու այն օրերու սենք զարգացումներու։ Այսինքն շատ արագ եւ անմիջական գաբ մնե որ կստեղծվի։ Մինչեւ այսօր ալ այդպես է, եթե ես ուզեմ արագ դեղեցություն ստանալ թե ինչ կբադահի, ամենաթյուրին ձևը հոդվածներու ջամփով կոնեկիտնամ, որ ներկա ժամանակաշրջանին ինչ դեղի կունենա։ Եվ այսպես, եթե սերդենք մեր պատմության ընթացքին թերթերու մեջ հոդվածակիրները կամ հրաբարագակրություններու հեղինակները, կտեսնենք, որ միայն 1-2 հեղինակ չէ, որ դրամատրած է գրություն, այլ կտեսնենք, որ մենք բարբերաբար ունենք աշխատագիցներու հզոր ցնցումը, որ իր ներդրումը գուզե ունենալ անշուշտ չափանիշներ հարկելով։ Հրաբարագակրային ուրեմն ելույթները անմիջական հաղորդակցման ձևեր են, որ գոքնեն, ինչպես ասենք, ժողովուրդը դերևս ոմանք արիք չեն ունենար նստիլ գարտալու, բայց գուզեն դեղեկանալ եւ արագ լսողական միջոցներ գտարնան հրաբարագախոսական ելույթներու ներկա գտնվելով։ Հուշագրությունը իր ղարքին շատ կարևոր է, որովհետև եթե ես հիմա գաբրիմ 21-րդ դար, բայց նաև ուզեմ ծանոթանալ 20-րդ դարում թե ինչ պատահած է, որովհետև ինչպես գերևին բաներ, որ շարունակական ձևով ընթացքարնեն, որբեսի գիտնանք, որ արմատները կամ զարգացումը ինչպես ընթացավ, որ հանգրվանին հասանք, դեպի ուր գուղվինք եւ այլն, այս շարունակական շղթան, որ է պատմությունը կամ քրագանությունը շարունակություն մնե եւ դերևս 100 տարին անցնել է յետք է որ կարելի է դերևս ասեմ, որովհետև պայման չէ 100 տարի լավ, բայց որոշ ժամանակ մը անցնել է յետք է որ կարելի է զուգահեռը ավելի ցայդուն գերբով ցույց տալ, որ ինչպես էր եւ ուր հասանք, ինչպիսի փոփոխություններ ունեցանք։ Հուշագրությունն ալ ձևով մը գոքնե, որ նաև ծանոթանանք մենք ինչ դեղի ունեցած են դեպքեր այն ժամանակաշրջանին, հոսալ եթե նշենք օրինակ Ռուբեն Դերմինասյանի հուշերը մեզի շատ գոքնեն, որ
Ձանոթանանք հեղափոխական արժևանքներուն, ինչպիսի պայմաններու դակ եղան, որոնք մասնակցեցան եւ գիտենք, որ օրինակ հայերու բարակային փոքրաթիվ խմբակներով է որ այդ ուրեմն հարցակումներուն, տշնամի հարցակումներուն դեմ գտնեին, որոնք էին մեր ֆեդայիները, ինչպիսի կյանք մը գվարեին եւ այլն, տվականներով կարևոր է տվականը, որովհետեւ փաստացի դվյալներ պետք է լան չեն կրնար ենթադրություններով վրա հիմնվել, կա նաեւ վերլուծականը, որ դերի ունենա այն ասենք Կիդագան, բայց ավելի հիմնված մտային եւ դերեկությունները ամփոփելով, դերեկությունները մեկտեղելով կարելի է յետարց մգադարել եւ տեսնել, որ ինչ արդյունք տված է կամ ինչ հետևանքի հասցուցած է մենք չենք կրնար ասել, որ ամեն ինչ որ դերի ունեցած է ճիշտ ձևով եղած է բաներ կան, որ ոնց հետևանքը մենք հետոյալ գրած ենք, բայց երբ որ կանդրադառնանք սխալը պետք է որ նաև այդ սխալը սրբակրելու դանենք եւ ոչ թե ցերկերնից զալենք եւ նստենք։ Նաև ժողովրդի վարակային շատ կարևոր է ստեղծագործել, որովհետեւ ճիշտ է անցյալը գտնաս, կձանոթանաս, կսորվիս, կլսես, կգարտաս, բայց եթե դարձյալ նոր ստեղծագործող մի չկա, եթե ժամանակագից աշխատանքներ չեն դարվիր, այդ աշխատանքը կվերջանա եւ հոն վերջագետ կտրվի եւ կփակվի այդ մենք որովհետեւ գխոսենք հեղափոխական քրագանության մասին կփակվի այդ էջը ամբողջությամբ եղած է օրինակի համար հեղափոխական կորձիչ որ քրակետ չէ բայց հուշակրության ձիրի մեջ ուզած է իր միտքերը եւ ինչ որ թեփքեր դեղի ունեցած են ճշգրտությամբ արձանագրել օրինակի համար մենք կրնանք արտալ Դաջատ Տերեմեզյանի կորձը եւ կտեսնենք որ նույնիսկ տավաջաններ եղած են ժողովուրդը ինչպիսի վիճակ ունեցած է զենքի փոխադրությունները ինչպես եղած են եւ հայ ժողովուրդը իր ռումբը ինքը ստեղծած է իր զենքը կիծած է կորձածել տշնամին դեմ ուղել ներքին անհամաձայնություններ եղած են բայց այդ ներքին անհամաձայնությունները մեկտեղ ցկելով իրենց բայկարը մղած են տշնամին դեմ եւ մինչեւ այսօր ալ կտեսնենք որ այդ մեկը մեզի համար 10 մգլա որ այդպիսի շարունակական ձևով եւ անշուշտ զարգացումներով հետ կայլ բահելով մենք կարենանք մեր ուրեմն պատմությունը մանավանդ քրագանությունը շարունակել կա նաեւ քաղաքապարական մտքի հետ գապ ունեցող քրական ժանրը որ հոնգը տեսնենք որ ինչպես օրինակի համար ընկեր Հրաչ Դասնավեդյանի կորձերը եւ Սիմոն Վրացյանի կորձերը հիմա այնքան շատ են որ երբեմն մեր միտքին մեջը գարձեք իրար գհրմշտկեն օրինակի համար Սիմոն Վրացյանի կորձերը անցինք նվիրյալքը կյանքի ուղիներովը հադորներով են ոմանց համար հադոր գարտալը հաջույք մնե որովհետև գիտե որ դերևս այդ գեդին շարունակությունը կամ դարբեր մոդեցումը պիտի գտնե մյուս հադորի մեջ կամ մյուս գլուխի մեջ բայց երբեմն ալ պայման չէ որ շարունակությունը գտնե մյուս հադորի մեջ գրնալալ մյուս հադորի մեջ դարբեր հանգրվան մնե որ կներկայացնե ինչպես օրինակ Ռուպենի հուշերը որ հադորներու շարք մնե կամ Սիմոն Վրացյանի գործերը որ հադորներու շարք մնե բայց կտեսնենք որ հանգրվանային զարգացումով կփորձեն ներկայացնել որ ժողովուրդը ինչպես էր որոնց թերագադարության դակ իր ասելություն ունեցավ ինչպես կործեց ինչպես հառաջացավ եւ անոնց վրա կկոմարվին նաեւ հետակա ժամանակներուն այն քաղաքապարախոսական միտքերը ինչպես ընկեր Սարգիս Սեյդլյանի գիրքը եւ շատ շատերու հեղափոխական մեր գործիչներուն թե մտային սնունդը մեզի կփոխանցեն որովհետեւ մենք ալ մեր գարկին մղենք նորահաս սերունդը որ ընթերցանության մղվի որովհետեւ քրավոր արդայդությունն է որ ամենաշատ գոքն է ոչ թե թիմացինին համոզելու համար որ ասի այսպես է եւ վերջ ընդհանրական փաստացի դվյալներ տալու որ ինչու համար այդպես մտածած են կամ ինչու համար այդպիսի բաներ կրված են որովհետեւ վերջ-վերջո քրագանությունը նաեւ մեր մշակույթի մեկ կարևոր բաժինն է մեկ մասնիկն է ինչպես պատմությունը ինչպես լեզուն ինչպես արվեստը եւ այլն իսկ եթե պիտի խոսենք այսօրվա մեր բայկարի ուղին այս բոլոր հարուստ քրագանությունը որ գա
ինչպես կրնա ծառայեցնել։ Ինչպես կրնանք մենք ծառայեցնել այս մեր բայկարի ուղին։ Առաջին հերթին նախ մենք պետք է յուրաքանչյուրս եւ առանց դարիքային սահմանապահումի ասեմ բադանիեն երիտասարդ հասուն դարիքի եւ այլն յուրաքանչյուրս մենք իբրև հայ ժողովրդի զավակ ամեն մեկս բարդականություն ունենք, թերագադարություն ունենք եւ պետք է որ մենք մեզի նախ հարստացնենք գիտելիքներով որովհետեւ մենք մեր գարկին գարենանք մեր շրջաբադին մեջ ստելիք ունենալ փոխանցում անել քիչ առաջ որ նշեցի պետք է ստեղծագործել լանք այո պետք է ստեղծագործել լանք պետք է գիտնանք նաև բայկարի ծևերը զենքով չէ միայն բայկարը ոչ միայն տշնամին թիմացը զենք բռնեցի եւ ես ուրեմն ապահով եմ որ 100 գրնամ այս ծևով բայկարը զանել եւ հաջողության հասնել բայկարելու դարբեր միջոցներ կան ինչպես տաշնակցության զինանշանին վրա մենք կտեսնենք փեդուրը կտեսնենք պահը ուրեմն կնշանակի ամեն մեկը իր դերակատարություն ունենք եւ երբ որ զինանշանը այդ 3 դարբեր խորհուրդներով զենքը պահը եւ քրիչը կողքովի ուքան Գնշանագե որ մեր բայկարը այդ 3 ուղղություններով վրա պիտի ըլլա ինչ որ բադանեգան շարքերու մեջ երիտասարդական շարքերու մեջ կամ ընդհանրապես մենք այդ նշանապանին հետևելով ազատություն կամ ոչ թե որ միայն զենքով պիտի ըլլա այդ մեկը պիտի ըլլա նաև քրիչով պիտի ըլլա նաև աշխատանքով եւ քիչ առաջ որ ասիկ երկերու բաժինը երկնախպանաստեղծություն է Բանաստեղծությունը կրված է անցիմը հիշադակին կամ թեփքիմը ներկայացնող ուրեմն հանգրվանները երբեմն գերքենք բայց առանց դերևս անդրադառնալու իմաստին բայց ասեմ ցեզի յուրաքանչյուր գետ որ կրված է Փանիմը վրա հիմնված է, իրականության վրա հիմնված է, բայց մենք չենք կրնար սահմանապակվել, ասել որ մեր հեղափոխական երկերը կրված են այս թվականը եւ վերջ։ Ոչ, անոնք շարունակություն են։ Օրինակ համար Արցախյան բայկարի ժամանակ տեսնենք որ տարբեր երկեր մեջտեղ եկան։ Ոչ թե որ միայն ասենք որ մենք հայերս գիտենք երկել եւ վերջ։ Ոչ, բարձրապես ադի հիշադակը պիտի ըլլա այդ ընկերոջ կամ այդ նահատակ զինվորին կամ այդ հանգրվանին նվիրված որովհետեւ պատմությունը եթե չենք կրնար փոխանցել միայն արդասանելով կամ քրի առնելով նաև երկովալ որովհետեւ մարդիկ որ գսիրեն երաշտությունը հետևին երաշտության նաև այդ ջամփովալ հայրենասիրական եւ հեղափոխական սնունդ պետք է ստանան այսինքն վերջ-վերջում մենք ենք որ գրնանք ուղղություններ ճշտել եւ դարբեր տեսակի որբեսի գարենանք մեր ժողովրդին նախ քիդագից այդ մարզը զորացնել որբեսի անոնք գարենան բարձրանալ եւ գիտնալ որ տշնամիին գրվելու բայկարը եթե ժամանակին եղած է զենքը եղած է թերթը այսօր նաև անշուշտ ուրիշ բաներալ այսօր նաև այդ զենքին թերթին գողքին նաև ուրիշ միջոցներալ պետք է գտնենք օրինակի համար արհեստագիտությունը պետք է օգտագործենք քարոզչությունը պետք է օգտագործենք եւ դարբեր բաներ որովհետեւ մեր տշնամին իր գարկին զարգացած է եւ իր զարգացման ուղիներով կփորձե նաև մեզի վնաս հասցնել ամենակարևորը ճանչնալ նաև տշնամին երբեմն կհանդիպենք նաև մարտոց չեն ուզեր գիտնալ որ տշնամին ինչպես կմտածե կամ ուրիշ գարձիկ ինչպես կլա դերևս միայն կսահմանապակվին եթե սահմանապակում ունենանք կնշանակե մենք մեզ դեղկայելի մեջ պահեցինք պետք է որ Եթե զարգացում ուզենք ունենալ, պետք է առարգայական ձևով մոտենանք եւ փորձենք դարբեր գողմերը դիտել հարցը, երևույթը, կամ միշտ սկացականով չմոտենանք, բայկարինք նաեւ որ մենք ինչ կրնանք փոխել Հոնգե պետք է սկսենք։ Մենք պետք է, եթե ուզենք հարաճանալ, կնշանակե որ պետք է գտնենք նաեւ ծևեր, որ մեր քրագանությունը կամ որևէ մեկ կարևոր ասկային արժեք Արչև գդանի եւ ինչպես կրնանք ասել ինչպես կրնանք մեր սելիկը դեղ հասցնել եւ անշուշտ ինչպես քիչ առաջ ասի պետք է որ չափանիշները հարկվին այնպես մինչեւ որ եթե ես երկու հայերեն парքի դեմ կնշանական կոկովիտրի եւ եղավ նախատասություն ոչ պետք է որ ճիշտ ծևերը գիտնանք եւ ինչ կուզենք ասել անոր պետք է հասցնենք մեր սելիկը Իսկ խոսելով ներգայիս տարվող աշխատանքներու մասին կամ
այն աշխատանքները, որ պետք է դարվին։ Մենք այսօր որքանով հարգավոր քրագանությունը ունենք, այսինքն դակավին վստահ բազմաթիվ արխիվներ կան, որոնք չեն հրաբարակված, դերևս ուշադրություններ նաև կան, որ չեն հրաբարակված։ Որքանով այս աշխատանքը, ասենք, իր ոչ թե վերջին հասած է, բայց ասենք որքան դոգոսով իրականացած է եւ դակավին որքան աշխատանք ունին գնելիք։ Աշխատանքը միշտ կա, անխուսափելի է եւ լավ է որ այդ աշխատանքին հետևողներ կան, մենք ունենք մեր հայտարարի գրասենյակները, մենք ունենք արխիվային աշխատանք դանող ընկերները եւ այս բոլորին չանքերով է որ եւ դարիներու դերևս կամ ամիսներու աշխատանքներով է որ լույս կտեսնեն հրաբարակված քիրքեր եւ այլն։ Ես իբրև ընթերցող կամ ընդհանրապես որովհետև քրագան ընթաստանալ հայդակիրիս ներողություն գլխավոր թեման այն է որ ես պետք է աշխատիմ եւ գարտամ գործեմ գարելիս ընել եւ հիմա իմ տեսակետը զուտ անձնական տեսակետ մգրնա լալ ուրեմն Կալով ճիշտ գեդին որ որքանով գա այո աշխատանքը կդարվի եւ հետս հետեբարբերաբար հրաբարակումներ կլան օրինակ համար Ռուբեն Զարտարյանի նամակները որ վերջերս լույս տեսավ Գամանգի առաջ որ մենք ալ միասին խոսեցանք Սիմոն Զավարյանի նամակները եւ այլ նման գործեր վերջերս օրինակ համար Նիկոլ Ախպալյանի 150-ամյակի նվիրված սերնարկ եւ այլն ասոն բարձրապես ժողովրդին վերակաղ ընել գուդան որ տեսեք ինչ հարուստ քրագանություն մգա դերևս մոդիկ անցյալին հրատարակված կամ դարիներ առաջ հրատարակված բայց Գարցեք իրենց գհուշեն որ անգամ մնալ փորձեցեք գարտացեք տեսեք նոր բան մը գքաղեք որովհետև իսկապես որ իրենց մտածումներում մեջ իրենց ներկայացումներում մեջ ահագին բան գա որ այժմեականորեն խոսքը մնա իբրև իր ծանրագշիր թիրքի մեջ եւ գշարունակե իր աստեցությունը ունենալ դեգուս որ կրված լա 100 տարի առաջ կամ ավելի առաջ գարելի է գարտալ ինչու ոչ Քրիստապորի միտքերեն Ռոստոմի նամակներեն անձնանուններու եւ ինչպես օրինակ համար այդ քաղդի նամակները ուղարկվեին հսկայական քրագանություն մգա որ մեր հարցը ինչ է հիմա ներկայիս դխոսենք որ սերունդը ընդհանրապես ընթերցասեր չէ ես կհավատամ որ եթե աշխատանք դարվի որ սերունդը Ձանուտանա եւ գարտա ինչու ոչ մենք իրենց մատուցենք դերևս բաժինը դերևս էջը հետաքրքրական ծավով ադիգա գարձեմ շատ ավելի իրենց կով այսինքն արիտ խուդա որ իրենք սկսին բերել որովհետեւ որքան որ իրենք գարենան իրենց դրամատուրգիան դակ ունենալ քիրքեր, հրադարագություններ, գարձեմ բավականորեն մենք օգնած գլանք որ հարստացնեն իրենց միտքը։ Երբեմն գուզեն հագաջարել, բայց գիտելիքը չունեն եւ գբնտեն մեկ երկու բանի վրա։ Ոչ, այդպես չէ, բայց երբ իրեն դիմացը փաստացի դվյալներ գուդաս, ոնց է որ կանդրադառնա որ իր կով գիտելիքը որքան այսինքն աղքատ եղած է։ Ադորոմար մենք պետք է որ ներգա հրադարագություններով եւ օրինակ Արցախյան գրիվները որ դեղի ունեցան, անգետ ահագին հրադարագություններ ելան նվիրված ներուն նվիրված նաև թեփկերու ժամանակաշրջանին ինչ դերի ունեցավ ժողովրդին հետ ինչպես օրինակի համար ժողովուրդը մեկ հանգրվանեն մյուսը կա նաև օրինակի համար քեղարվեստական բաժինը որ երբեմն հիմնական բադմուտեն է գարնեն եւ այսօր օրինակի համար կրակետրաֆին որ Արևմտա Հայաստան կացածայցելած է իր աչքով դեսած է եւ հետո վերադարձած է եւ գրած է իր վեբերը հիմք ունենալով իսկական ժողովրդի մկյանքը բայց քեղարվեստական մոդեցումներով դարբերությունը հուշակրության եւ քեղարվեստական ներկայացումին որ գարելի է ներկայացնել օրինակ համար Մալխասի Զարտոնկը վեբը երահադոր Գարելի է ներկայացնել անիկա քեղարվեստական ծևով, բայց հիմքը եթե նայենք իրական բադմություններ, իրական անցինք եղած են, բայց դերևս քիչմա փոխված ծևով, տեպկերը քիչմա դարբեր։ Ուրեմն գտեսնենք, որ քեղարվեստականը երբեմն գոքնե բադանին կամ երիտասարդին, որպես ինք ավելի ծանոթանա քրականության։ Մեր նպատակը ինչ է վերջավորության մեր
վզդիգին կամ երիտասարդին արտընցնել է որ հայրենասիրական ոգին եւ ինչու ոչ հեղափոխական այդ բայկարը այդպես երբ վարգյանի մեջ երկելով չի վերջանար պետք է որ նաեւ դեղեցություններու ցանոթանա եւ գարենա ինքը քայլ բահել Նաև պնդրդել այսօր ընկերային ցանցերը շատ գոքնեն մեզի, որովհետեւ գիտնանք որ ինչպիսի նոր հրադարագություններ կան եւ դժվար է ծախսալից է նաև քիրկը հրադարագել վստահ որ հրադարակչադան դնորենները շատ մեծ ջիկ կտապեն որովհետեւ այդ քիրկը մատչելի ցևով հասնի մենք հայերս ունենք ինչպես քիչ առաջ ասինք հեղափոխական քրագանությունը դարբեր բազմաշերտ է դարբեր բաժիններ ունի եւ գրնա բավական ցեվով հարստացնել եւ եթե բադանիմը կամ երիտասարդը գիտնա ճիշտ ընդրությունը գտարել եւ տեսնել դեպքերը իրարու միացնել արդեն ահագին բան մենք հաջողած գլանք եւ անշուշտ նորություններն ալ գոքնեն որբեսի ինքը իր ընկերներուն կամ իր շրջաբադին մեջ նաեւ ներկայացնե որ իր այսինքն նորությունները ինչ են մեր հայ իրականությունը ինչպիսի դժվարություններ ունի ուր հասած է այլն բացի ինտերցանութենը նաև մաս կազմի աշխատանքներ ունի եւ ինքն ալ փոխանցի այո անշուշտ քրագանություն օրինակ համար արխիվային աշխատանքի գծով մենք գիտենք ունենք արխիվներ այո բայց դերևս այդ մարտուժի բագաս ունենք որ ժամանակ պիտի դրամատրեն որովհետեւ գիտենք միութենական աշխատանքներուն պես նաև արխիվային աշխատանքն շատ համբերություն գուզե մեծ ջիկ գուզե գիտնալ ինչին կով պիտի տրվի որովհետեւ արխիվայինը նաև գբահանչե ցանոթ լալ ցերակիր ընտերցելու եւ գրնալալ որ հեղինակը է թուղթը մեգոն տրած է եւ նույն կրությունը դարձյալ կրած է վերամշակումով այս բոլորը հավաքելը սերդելը խմբակրելը բավական թե ժամանակի իմաստով թե ալ մարտուժի իմաստով դժվարություններ կան մենք բայց անգարելի չէ վստահ նամականիներու մեջ կտեսնենք ադեններ որ նկարը տրված կլա նամակին բայց դա գրված կլա որ գարիլի չէր մակուրի անցնելը որովհետեւ հասկանալի չէ որոշ բառեր Կամ երբեմն գախման գետ գլա եւ այսպես բզդիկ պակակից մպացած գլան հոն գետ տրած գլան աստխանիշ մնալվարը որսելու համար որ օսպար մգար բայց չնչված է կամ կարելի չէ եղած կարտալ այո շնորհակալ ենք այս հարցազրույցին համար եւ ընտարաչելու Սիրելի ունգընտիրներ մեզի հետ էր մեր վանացայինի բաշտոնակից քրական անտաստան հայրակիրի հաղորդավար Սալպի Քյուրչյան Տաշյանը Հիշենք նաև, որ այսօր երեգոյան ժամի 7-ին Երջոս Ամելյան երակույն սրահի մեջ տեղի պիտի ունենա Ռուբեն Զարտարյանի անդիպ նամակներու հադորի շնորհանդեսը, որ խմբակրած է մեր երեցընկեր Երվանդ Բամբուկյանը։ Վանացայինեն ցեզի էր Հարութ Մարգոսյանը եւ ցայնյա ղորտավար Նատալին։ Ինչ հաջորդ հանդիպում մնացեք միշտ վանացայինի ունենտիր։